Տեր Հիսուս Քրիստոսի անունով գողջունեմ ձեզ, այս արավոտ դերոճուդունը եկած ենք միասնապար դերը բաշտելու, իր խոսքով սնանելու։ Անոնք, որոնք կրնան գայնիլ, հոդնգայս պիտի երգենք 178-րդ երգը, ով on բաշտենգարքան վերին փարավոր։ Մինչ ոտքի ենք, մեր փոխադարձ ընթերցումը պիտի լաթիվ 4, որ է Սամոս 91, վստահիլ։ Պարսրելույն ծածկոցին դակ պնագողը ամենագարողին հովանավորությանը դակ պիտի հանգչի։ Դերոջան համար պիտի եսեն, իմ ավայնս ու իմ ամավորս է, իմ ասվածս որուտանուսան։ Արդարև ան պիտի պրգե քեզ, որ սորթին որոքայթեն, աբագանիչ ժանդամահեն։ Քեզ իր պետուներով պիտի ծացեք ու իր տերերունդակ պիտի ապաստանից, անոր ճշմարտությունը բանումը, հավասարնը պիտի լար քեզ։ Պիտի չի վախնաս քիշերվան զարհուրանքեն ու ծորեգը թրջող նեդեն։ Ոչ ալմուտ դերը վդդող ժանդամահեն ու կեսովանատեն սատկեցնող հարվածես։ 1000 հոգի քու կովետ ու 10,000 քու աչկոմետ պիտի ինան, բայց քեզի հարվածմը պիտի չմոդենա։ Միայն ու աչկերով պիտի նայիս ու ամբարիշներում հալուսումը պիտի տեսնես։ Որովհետև թունդերը իմ աբավենս, բարձրյալը քեզի աբաստանարան ըրիր։ Քեզի չարին ճիշտ չասվի, երկու ունականի հարվածը պիտի չմոդենա։ Վասնզի իր հրեշտակներում պիտի աբսպրե քեզի համար, որ քու բոլոր ջամփաներուտ մեջ քեզ բահեն։ Անոնց հետերու վրա իբերսեն քեզ, որ չլար է ոտը կայզանես։ Արյուձի ու իժի վրա պիտի քալես, արյուձի գորյունը ու վիշաբը պիտի գողկրդես։ Որովհետև դիզը ցանկա, անոր համար ես մի բերես ցանկա, անոր ամջույնը լիլամա, վասնզի անյարի
ինձի պիտի գանչե ու ես անոր բադասխան պիտի դամ, նեղության մեջ անոր հետ պիտի ելլամ, պիտի ապրեցնեմ ու փառավորեմ զանիգա։ Դերը օրհներ խոսքին ընթերցումը գարավիրեմ հովիվը որ մեզ աոտկով դերոչքահում մոդեցնե։ Մեր սիրելի եւ բաշտելի հայրը փառք ուտանք այս օրհնյալ դերունական օրվան համար, որ դեր դարձյալ հավաքեցիր մեզ հուդաջարիտ մեջ, որբեսի դեր քեզ բաշտենք, երկրբակենք եւ մեր շնորհակալությունները հայտնենք։ Այո դեր քո հունակությամբ կգենանք քո առջևդ, ուրախությամբ կուքանք, սիրահոժար, որովհետև գիտագից ենք, թե թուն մեզ սիրեցիր անչափելի սիրով, եւ դեր մեր փրկության համար դեր Հիսուսը աշխարհ գրգեցիր։ Այո դեր գիտագից ենք, որ քո բոլոր գործերը, ծրագիրները բարի են, թու մեզ դեր այո գբահես, թուն ես մեր ճշմարիտ հովիվը, մեր հոգադարը, մեր ամրոցը, մեր աբավենը, այո դեր այս արավոտ ուրախությամբ քո առջևդ կմոտենանք եւ փառք ուտանք մեր վայելած բոլոր բարիքներուն համար, որոնք անթիվ եւ անհամար են։ Շնորհակալության հոգիով կբաշտենք քեզ եւ կխնդրենք, որ դեր քո օրհնությունը հանգչի մեր բոլորի վրա։ Այս պաշտամունքը ձեռքերուդ կանցնենք։ Սկիզբեն մինչև վերջ թուն փառավորվե եւ լավ որ դեր ներգայությանդ մեջ խոսքովդ սնուցանվինք, աճինք եւ անջշմարտությունները զորգուզես մեզի փոխանցել լավ ըմբռնենք։ Մենք հավատքով կմոտենանք քեզի, հավատքով եկած ենք եւ գիտենք որ դեր թուն յուրաքանչյուրիս փափակը պիտի դաս եւ մեր պետքերը պիտի հայթայթես։ Շնորհակալ ենք խոսքիդ համար, շնորհակալ ենք Սուրբ Հոգու բնակության համար։ Այո դեր այս չար աշխարհի մեջ մենք քեզմով կբարձինք եւ դեր քեզի հետ քալելով քեզի փառք փերող զավակներ ըլլալու այդ մեծ շնորհքը դված ես մեզի։ Երախտաբար դենք դեր մեզի պես անարժաններուն քթացիր, ողորմեցար եւ մեր ինգած վիճակեն բարձրացուցիր, խիստ բարձրացուցիր մեզ, Քրիստոսի մեջ նստեցուցիր, փառք ուտանք այս օրհնյալ թիրքին համար, քու շնորհքիդ համար, որ մեզի հասավ։ Գաոթեմ դեր, մինչ վերջին օրեր մեջ գաբրինք, այս շնորհքդ բոլոր մարդոց հասնի, մանավանդ դեր մեզի սիրելի եղողներուն, մեր ասկագիցներուն, մեր ազգականներուն, մեր բարեկամներուն, անոնք որոնք դակավին քեզ մե հերու են, քեզ ջանցած չեն, այդպեսիներուն ալ դեր հասնի քու մեծ շնորհքդ եւ անոնց միջոցով ալ քու անունդ փառավորվի։ Մեր նյութերը քեզի կբերենք դեր, հիվանդները բժշկես, անոնք որոնք ճամփորդած են, անոնց հետ լաս, ապահով մեզի միացնես։ Խրովյալ երկիրները, միջին արևելքի վիճակը, բոլորը դեր շնորհած քայդ արչև կբերենք եւ գաղոթենք, որ թուն կործես մարդոց սրդերուն մեջ, որբեսի դեր այդ դխուր դակնաբալի վիճակներու մեջ անոնք դեր քութեմքդ խնդրեն եւ քեզի թարնան։ Հիշե մեր հայրենիքնալ դեր, ողորմիս մեր ժողովրդին, մեր բոլոր ղեկավարներուն համար աղոթեցինք, բիդաղոթենք դեր, բիդի շարունակենք աղոթել, որ թուն հադուկ իմաստությամբ օժդես, որբեսի դեր անոնք շիդակ ընդրություններ գադարել, այո դեր Քիդագից ենք շատ լավ գիտենք, որ մենք դգար ենք, շրջապատված ենք թշնամի երկիրներով, չար աշխարհի մեջ գաբրինք, բայց մեր աչքերը քեզի գուղենք եւ մեր հույսը դեր քու վրատ կտնենք։ Ընդունե մեր պաշտամունքը, փառքիդ համար կխնդրենք, մեր փրկին դեր Հիսուսի անունով, ամեն։ Ամեն։ Մեր պարապանությունը շարունակենք երկելով 108-րդ երգը իր թևոց տակ ապահով ես կգենամ։ Իր թևոց տակ
Փարք դերոջ այս մեծ վստահության համար, որ դերոջը թևերունդագ հավատացյալներ ապահովությամբ կփնագին։ Մեր հաջորդ փառապանությունը բիդելա 124-րդ երգը, որուն երրորդ դունը զանց պիտի ենենք։ Գա երգիր, բանձալի եւ փայլուն։ Իսկապես սիրուն աբակամը կսպասե մեզ մի ամեն մեկուն համար, որ պիտի միանանք մեր սիրելի փրկչին, մեր սիրելի հարազատներուն, որոնք մեզ մի առաջ կացին այս աշխարհեն։ Փառքը լա դերոջը այս մեծ հույսին համար, որ դված է մեր բոլորին։ Մեր վերջին երգը պիտի թիվ 70, որուն առաջին, երկրորդ եւ հինգերորդ դուները պիտի երգենք, 1, 2 եւ 5։ Ալմոդը լամով դեր, ալմոդ քեզի։ Ալմոդ
Դեր շնորհը որ մեր կյանքերը միշտ դերոջը մոտ լան։ Այսօր Աստծո խոսքը մեզի գուքա 5 դագարանեն երկրորդ թագավորաց քիրքին 17-րդ գլուխեն պիտի գարտամ 1-16 համարները ուր գսեր եւ քաղաքու բնագիչներեն թեսպացի Եղիա ակապի սապ Իսրայելի դեր Աստվածը որուն արչև գգայնին Գենթանի է, որ այս դարիներում մեջ ծող ու անցրե պիտի չլա, բայց եթե իմ խոսքովս։ Ու դերոջը խոսքը անոր եղավսելով, ասկե կնա, ու թեպի արևելք դառնալով խորհրդանանու թիմած եղող քերիտ հեղեղադին քո բահվե։ Տուն այն հեղեղադեն չուր պիտի խմես, ու ակրավներուն հրամայեր եմ, որ հոն քեզի գերագրեն։ Եվ անիկա կնաց ու դերոջը ըսածին պես ըրավ։ Ու կնաց խորհրդանանու թիմած եղող քերիտ հեղեղադինքով նստավ։ Եվ ակրավները արդվանց անոր հաց ու միս, ու իր գվանալ հաց ու միս կպերեին, ու անիկա հեղեղադեն չուր գխմեր։ Եվ ժամանակեմը ետքը հեղեղադը ծամքեցավ, վասնզի երկրի վրա անցրև չեղավ։ Ու դերոջը խոսքը անոր եղավ ըսելով Եղիայի Ելիր սիթոնացված սարեպտա կնա ու հոն նստե, ահոն որ պևարի գնոչ մը հրամայեր եմ, որ կեզ գերագրե, և անիգա ելավ սարեպտա կնաց ու կաղաքին թուրը հասնելով, տեսավ որ պևարի գիմը պայտ գժողվեր, ու զանիգա գանչեց ու սավ, գաղաչեմ, ինձի ամանով քիչ մը չուրպեր, որբեսի խմեմ։ Ու երբ անիգա պերելու կնաց, Եղիա անոր ետևեն գանչեց ու սավ, ցերքդ բադար մնալ հաց ար ու ինձի պեր։ Եվ գինը սավ, կուդեր Աստվածդ կենթանի է, որ նգանակ չունիմ, բայց միայն գարասի մեջ մեկ փուրի չափ ալյուր գա, ու գուժի մեջ ալ քիչ մը յուղ գա։ Եվ ահա երկու գդոր փայտ կժողվեմ, որբեսի երթամ զանիգա ինձի ու իմ դղուս համար եփեմ, և ուդենք, ու ետքը մերնինք։ Ու Եղիա անոր սավ մի վախնար, կնա ըսածիտ պես ըրե, բայց անգենախ ինձի համար բզդիկ շոտ մշին է ու ինձի պեր, և կեզի ու կու դղուտ համար ետքը շին է։ Կանզի Իսրայելի դեր Աստված այսպես կսե, գարասեն ալյուրը բիդի չատնի ու գուժեն յուղը բիդի չբաքսի, մինչև այն օրը, որ դերը երկրի վրա անցրև դա։ Եվ գինը կնաց ու Եղիայի սածին պես հրավ, ու անիգա և ինք ու իր ընտանիքը շատ մադեն գերան։ Գարասեն ալյուրը չադավ ու գուժեն յուղը չբաքսեցավ, դերոջը Եղիայի ցերկով զրուցած խոսքին համեմատ։ Մեր նույթը պիտի ըլլա, ինչպես նշմարեցիք, Թասեր գանհոս, ուրեմն թասեր Եղիա մարգարեին կյանքեն, և փառք ուտանք, որ Սուրբ Գիրքի մեջ շատ թեփքեր եղելություններ կան, որոնք Սուրբ Հոգին արձանագրել տվավ, որպեսզի մենք սորվենք և Աստուծո մտքի մեջ եղող աստվածային ճշմարտությունները անմեզի հայտնելով գիտնանք։ Եղիա մարգարեն այն թեմքերեն է, որոնք անագնգալորեն պատմության մեջ կհայտնվին, իրենց առաքելությունը կգադարեն ու շուտով կմեկնին։ Հովհաննես Մկրտիչ զորօրինակ այդ դասագարքին կպատկանի։ Եղիայի այս աշխարհեն մեկնիլը գարցեք առասպել մնե, եթե գարտակ երկրորդ թագավորաց գիրքը, հրեղեն, ցիերով և գարքերով թեպի երկինք երթա։ Եղիայի ծնողքի մասին դեղեցություն չունենք, ինչպես գարկը Սուրբ Գիրքի մեջ երևելի անձնավորություններուն ծնողքի մասին ալ դեղեցություն ունենք, սակայն հոս չունենք։ Անաբրեցավ Հյուսիսային
թագավորության շրջանի մեջ 12 ցեղերու պատկանող շրջանն է հյուսիսային թագավորությունը իսկ հութայի ցեղը առանցին հարավային թագավորության շրջանն է մոտավորապես 9-րդ դարու մեջ ապրած է մեր նյութը եղող Եղիա մարգարեն Քրիստոսի առաջ Եղիայի անունին իմաստը հատկանշական է Եհովա իմաստվածս է կնշանակե Ինչպես ասի գենսակրական միակ ծանոթությունը հոս առաջին համարի մեջն է գսե եւ քաղաքու բնակիչներեն թեզ բացի Եղիա ակապի ըսավ Բայց Սուրբ Գիրքի մեջ ամենաերևելի մարգարեներեն մեկը կնկատվի Գիրք չգրեց սակայն իր մասին ուրիշներ գրեցին եւ խոսեցան Մաղաքիա մարգարե խոսեցավ Ահա ես Եղիա մարգարեն ցեզի պիտի գրգեմ թեր դերոջը մեծ ու ահեղ օրը չեկած Մաղաքիա 4:5 Մեր դերը խոսեցավ Մատթեոս 11-րդ գլուխի մեջ 13-ին 15 Վասնզի բոլոր մարգարեները ու օրենքը մինչև Հովանես մարգարեություն ըրին եւ եթե գուզեք ընդունել անիգա է Եղիան որ պիտի քար Այլագերբության լերան վրա Մովսեսի հետ Եղիա երևցավ Խաչելության ժամանակ Գարձեցին թե Հիսուս Եղիան գանչեր Մատթեոս 17 Մարգոս 15 35-36 Մեր դերը Եղիայի կյանքեն թեփը գիհիշե Ուգասու 4-րդ գլուխ 25-26 գարտամ գսե Եվ արդարև գսեմ ցեզի թե շատ որբևարիներ գային Եղիայի օրերը Իսրայելի մեջ Երբ 3 տարի ու 6 ամիս երկին կոծվեցավ, այնպես որ մեծ սով եղավ բոլոր երկրին վրա, բայց Եղիա անոնցմե մեկուն չղրգվեցավ, հաբա միայն Սիդոնացված Սարեպտա քաղաքի մեջ որբևարի գնոջը։ Բողոս Արաքյալ գագնարգե Հռոմայացված 11-րդ գլուխի մեջ գսե հոն 2-4 Չմերժեց ասված իր ժողովուրդը զորինք առաջվնե ջանցավ Միթե չեք գիտեր Եղիայի պատմությանը մեջ քիրքը ինչ գսե Ինչպես անիգա Իսրայելի համար քանքատ գնե Աստուծո ասելով դեր քու մարգարեներդ մերցուցին ու քու սեղաններդ փլցուցին ու միայն ես մնացել եմ եւ իմանցսալ գփնդրեն Բայց ինչ գսե անոր աստվածային պատասխանը ինձի թողուցի գսե 7000 մարդիկ որոնք փաղի ձնրատրություն չրին Նաև Հակոբոս Արաքյալ աղոտքի զորության մասի խոսելով Եղիան գհիշե 5:17 Հետևաբար Եղիայի պատմությունը առասպել չէ այլ իրական Անցնավորությունը ապրած է եւ իր կյանքի մեջ թեփքեր կատարված են։ Եվ հիմա տեսնենք այն թեփքերը, որոնց միջոցով Աստված կուզե մեզի թասեր սորվեցնել, ճշմարտություններ ցույց տալ։ Երկրորդ համարի մեջ գսե ու դերոջը խոսքը անոր եղավսելով ասկե քնա ու թեբի արևելք դառնալով հորթանանուտ հիմաց եղող քերիտ հեղեղադինքով բահվե Առաջիներորդ համարի մեջ գտեսնենք Եղիայի քաչությունը վգայեց հաչող ծառայութենե յետք հոս ասված գսե ասկե քնա ուր երթամ քերիտ հեղեղադինքով Եվ մեր միտքը գսպաղեցնե հաչող ծառայութենե եւ քաչությամբ վգայել է յետքը ինչու ասված գոչ կնեսելով
ասկե կնա կերիտ հեղադինքով։ Հավանաբար Եղիա սկսած էր իր մասի մեծ համարում ունենալ։ Եվ թերևս սկսած էր իր հաջողությունը իր անձին վերակրել, իր խելքին, իր քաջությունը։ Եղիա հբարդության վտանգի առջև գտնվեր եւ Աստված իր ծառային մարդուն, այս քաչ մարդուն օգուտին համար գսե ասկե կնա։ Քերիտ հեղեղադը եւ հոսե բատկամը մեզի վերակրվող։ Քերիտ հեղեղադը քրիստոնյային մարզվելու, խոնհարելու վայրն է։ Բահմը առանցնանալու Աստուծո հետ եւ գարկմը ճշմարտություններ սորվելու վայրն է։ Մարդոցմե հերու որոշ ժամանակը առանցնանալ եւ իրապես որքան պետք ունենք Աստուծո հետ մդերմիկ բահեր ունենալու առանցին մարդոց մեհերու Աստուծո հետ խոսիլ սիրտը թափել ցայնը լսել եւ նաեւ անշուշտ հավաքապարալ հիմա մենք այդ բահերեն մեկու մեջ կգտնվենք մեր կյանքին ընթացքին այս օրհնյալ արիքները որ դերը մեզ կշնորհե հավաքապար Աստուծո հետ գմդերմանանք որքան վտանգավոր է հբարդությունը դերը գստիպի զանազան միջոցներով մեզ խոնարեցնել եւ հեզ քրիստոնյաներ անել միևնույն այդ սակայն իր սերը եւ հոգադարությունը գծություն է Եղիային ասավ ասկե կնա սակայն հոգմիներ ես քեզ պիտի գերագրեմ ինչպես պիտի գերագրես հեղեղատ քեդինքով ինչ կա առանցին ակրավ թրջունները քեզ պիտի գերագրեն հեղեղատենալ չուր պիտի խմես 4-5 համարներու մեջ գարտացին մեկը գրնա հարցնել Աստված չի գրնար ուրիշ միջոցներով իր ծառային գերագրել պատասխանը շատ բարձ է քեզի ինչ երբ Աստված գսե կնա մնացածը քեզ չխարդվիր հրյաներուն համար ագրավը եթե գիհիշեք գարտացած եք 5 դագարանը բիղծ թրջուններու թասագարքին գպատկաներ ուստի անոր անոր գողմե ղրգված գերագուրը ուդե գբղծվի այդպես կրված է սակայն Եղիա կրված են անթին կնած հանդիպած եք մարդոց ինչ մեղքեր ունին իրենց սրդի մեջ նույնը գշոշափես հետը քեզի գսեն կրված չէ գարձես եթե կրվածը լա պիտի հնազանդի Եղիա կրված են անթին կնած Աստուծո խոսքին որովհետև Աստծո գոմե ղրգված էր եւ գուզեմ այս թեփքի մեջ 3 քերբնական հրաշքներ ցեզի ներկայացնել քերբնական հրաշքներ առաջին ակրավները արդու եւ իրգուն գանունավոր գերբով հաց ու միս գպերեին ուրգե գպերեին մսավաճարին կովեն արդյոք երբ որ մեկը միս կգդրեր ասպես ամեն օր ակրավը գերտար գդոր մգարներ գղրգեր աստարովթի մարգարեները հեզապելի սեղանեն հաց կուդեին եւ անոթի մնացին չորության պատճառով իսկ Եղիան Աստուծո մարգարեն արդու եւ իրիգուն հաց եւ միս Գարժե նշմարել արդու եւ իրգուն ոչ ամեն մեկ ժամանակամը Եվ այստեղ գտեսնենք թե
Աստուծո Եղիային այս ցևով գերագրելը ցույց կտա թե Աստված չի քաչալերել շադագերությունը քիշերները սարդարան փանալը գամ ամեն մեկ ժամ անգամ ուդելը արդու եւ իրգուն առողջապահական Հիսուս հարցումը որ ուրգե ակրավները միս եւ հաց բերին հարցումով գուզենք պատասխանել եւ այդ պատասխանը կստանանք Հիսուս ինչպես 5000-ը գերագրեց ինչպես Հիսուս 5000-ը գերագրեց ճիշտ այնպես քերբնական հրաշք է այս որ Աստուծո համար փամբը չէ երկրորդը ակրավները ինչպես իրենց փնաստին հագարակ վարմունք ունեցան փոխանակ ակրավը իր ստացած միսը հապշտագելու առնելու իրեն դվող եղավ ակրավը դվավ Աստված սիրելիներ անասնական աշխարհի վրա ալ գհսկե ինչպես գլա որ անոթի արույցներու արչև թարմ միս բավական կոնե 80 կիլոնոց պետք է լար տանել թարմ միս արույցներու անոթի արույցներուն արչև նետվեցավ եւ արույցները չօշոդեցին ինչպես գլա որտեւ Աստված հրամայեց հիմա պերանդիտ պիտկոցեք հրամայեց եւ արույցները հնազանդեցան Աստված հրամայեց որ գեցուկը միջեկրական երթա միջեկրական զովու մեջ գեցուկ չլար Աստված հրամայեց հոն մեկը գա պիտի երթաս եւ գլես մեջդ բահես եւ գեցուկը հնազանդեցավ քնած Աստված գրագին հրամայեց որ երեք երդասարտներուն չլա որ այրը հրամայեց որ միայն անոնց գաբերը քագե միայն ուրեմն Աստված ամեն բանի վրա գդիրե ու գիշխե մեր բաշտած Աստվածը նույնն է երեք այսօր եւ հավիդյան չի փոխվեցավ անշուշտ չի նշանակեր որ երբ մենք անոթի ենք ասենք ով Աստված ակրավները փամբերը ակրավները գրգե հիմա փուրը լիբանանի բادرազմին անոնք որոնք աբրած են բիդերտամ հոնդեղ ժամերով բիդը սպասեմ ալյուր չգա հատ չգա հաջիս թու ակրավներուն հրամայե ինձ հաց գրգեն չի նշանակեր որ այն թեփքերը որոնք եղած են նույնը մենք պիտի խնդրենք բայց հստակ բատկամը հստակ է որ Աստված ամեն բանի կարող է այսօր հավատք պիտի ընձայենք եւ Աստված զանազան միջոցներով մեր պետքերը պիտի հայթայթե այսօր Աստուծո ամենագարողության գվստահենք երրորդ ակրավները ինչպես չվախցան Եղիայի մոդենալու երբ Աստված գհրամայե որևէ բանի անոնք գհնազանդին երբ Աստված սատանային ալ գհրամայե սատանան ալ գհնազանդի չեմ գիտեր թե պատմություն բգացեզի սածեմ օկտագարը քրիստոնեական ցայնասպյուրեմը հայդակիր մգար ուր փարիկներ ու դեստեղեններ գխոստանային հավատացյալներում եւ հարուստ կորձադերմը անհավատմը բդիկ կներ բադահմամը հանգարց հերացայնը գհնչե ռադիոյգայան հավատացյալ ձերունիմը Աստուծո փառք կուտա որ ինքը դերոջ գբատկանի Հիսուսը սիրող մեկն է եւ հասցեն գուտա որբեսի զինքը օգնեն այս անհավատը գլսե հասցեն գարնեկովը պաշտոնյային գգանչե գսե քնա մարքետ երկու մեծ դուպ լեցուր ու դեստեղենները եւ այս գնոջ դար հասցեն
գուտա եւ ասե որ ասկնոջ այս ուդելիկները այս բարիկները սադանային գոմեն է Պաշտոնյան բոսին պիտի հնազանդի գարնե գլեցնե եւ թուրը գզարդե հավատացյալ զերունին գուրախանա շնորհակալ եմ եւ այլն հիմա Պաշտոնյան ավելի փապկանդգատ է ավելի քաղաքավար չի գրծավ ասել որ ասոք սադանային գոմեն են ասավ մայրի գսավ չի հարցուցին ասոնք որու գոմեն է Մայրիկը գսե զավագս գսե երբ ասված գհրամայե սադանային սադանաներն ալ գհնազանտին եւ այսպեսով Պաշտոնյան գերտա իր դերոջ լուր գուտա այո ասված ամեն բանի կարող է մենք ասոր պիտի հավատանք եւ ոչ թե պիտի բանչենք որ ասված նույնը ընե հոսե որ գարկ մձայրահեղ բենտեգոսյաններ ձուղագի մեջ ինգած են եւ եղելությունները բադվերներու վերածած են ինչ որ գլա նույնը պետք է ըլլա ոչ ասված գաղաբարի մեջ չեք կրնարթնել ասված ամեն բան գրնանել մենք պետք է հավատք ընձայենք որ ասված ամենագարող է երբ որ դաջար գմտնեին Հովանես եւ Հակոբոս Գարձնած մեկը հոն սովորաբար ամեն դաջար մտնող են գմուրար Պետրոս Հովանեսին հետ գանցնեն գմտնեն մուրացկանը ցերկը երգարեց Պետրոսավ նայր մենք արձատ եւ ոսկի չունենք Տեր Հիսուսյանով ելիր ու քալե Այս չի նշանակեր որ երբ որ մենք եկեղեցի գմտնենք սովորություններ երևույթներ կան այսպես երգիրների մեջ եկեղեցիներուն դուրս մուրացկաններ կան գաղեր կան անգարներ կան չի նշանակեր որ նույնը բիտնեմ բայց հոն սկանչելի երբով գտեսնենք Աստուծո ամենագարողությունը մենք ասոր պիտի վստահենք պիտի հավատանք ինչ միջոցով դերը հրաշքը կգադարե պետք է գայթայթե իր քիտնալիքն է իր քիտնալիքն է մենք անոր գվստահենք որբեսյան միջաբդե Աստուծո զորությունը փնության օրենքներով չի սահմանափակվիր դերը Եղիային պիտի կործածեր Գարմեղոս լերան վրա անոր համար առաջ զայն մաղեց ու մակրեց ինչու որբեսի Եղիա իր անձին վրա վստահություն չունենալ որպես թե ինքը գիտես հիմա երևակայեցեք որպես հավատացյալներ ինչ որ Աստուծո ասենք բարգյանին ըլլա բարգյան կորձի աչողություն առողջություն բժշկություն ինչ որ գանցնի գխնդրես գլլա գիտեք ինչպեսի հավատացյալներ բիդլայինք շփացած մեր անցին վրա մեծ համարում բիդունենայինք եւ ասված մեր ծարան բիդլար ես ինչ որ ասեմ ամբիջապես կնե ոչ ասված այնպես մգկորձե առաջ որ մեզ կորձած է գմաղե գմակրե աղվորը ճուրդ գահանե գքմե քեզի որ քու անցիտ վրա չի վստահիս Աբրահամ եւս խոստումը վայելեց Իսահակի համար Երբ ան իր անցին վստահել է թատրեցավ, ասված խոստում դվավ, երբ երդասարդ էր, սարանալ ինքնալ, գսպասեն, 70, 80, 90, վերջացավալ, այո, գահավադանք, բայց մենք չէ, խոստացյալ զավագն է, երբ որ մենք ալ, մեր ծերքերը վեր գպարսացնենք և անոր գվստայինք, ան բիդի միջաբդե իր ժամանագին, Այս չի նշանագեր սխալ մի հասկնակ, որ պետք է մեր անձերում վրա նվաստ անձեր դեսնենք, մենք մեզի անարգենք, այդ միտքով չէ, փառք կուտանք, որ Աստված շատ կարողություններ տված է մեզի, դաղատներ տված է, բայց մենք անոնց վրա չենք վստահիր, հաբա Աստուծո։ Ուրեմն առաջին գոչը ասկե քնա ու քերիդ հեղեղադին քո բահվե ու ես քեզի պիտի գերագրեմ։ Երկրորդ գոչը եղավ Եղիայի
անոր հավատքը հաստատելու համար։ Այս անգամ ուրիշ միջոցը կործածելով 8-9 ամառներու մեջ ու դերոջը խոսքը անոր եղավ ասելով ելիր սիտոնացված սարեպտակնա ու հոն նստե ահոն որբևարի գնոջ հրամայեր են որ քեզ գերագրե այս միջոցնալ քերփնական է դրամփանական չէ որբևարի գիմը պիտի գերագրե որբևարի գինը իրեն հոգացող պետք է ոչ որբևարի գինը պիտի գերագրե եւ Եղիա հնազանդեցավ Առաջ որ իր հավատքը ժողովրդին արչև հայտնվեր Եղիայի, պետք էր, որ ամեն օր հավատքով փորձառությամբ Աստծո հետ քալեր։ Ասիկա ճշմարտություն է նաև մեզի համար։ Որպես քրիստոնյաներ Աստծո հետ հավատքով պետք է քալենք ամեն օր, որպեսզի ան մեր կյանքերու մեջ կործե։ Քրիստոնյան Քրիստոսը ներկայացնելու համար անոր զորությունը, անոր սերը, անոր կործերը նախ ինք պետք է անոր հետ քալե, ջանչնա։ Եթե Եղիա ուրիշ տեղ մի երթար, առաջարկեր Աստուծո, որ նա էր ով ասված հաճիս, ասինչ տեղ երթամ, ավելի լավ հոն։ Այն ադեն ինք բադասխանադու բիդլար իր անցին։ Սակայն քանի որ Աստծո գամքին հնազանդեցավ, հիմա Աստված բադասխանադու է իր ծառային։ Պատրաստ լանք մենք Աստծո ուզածը ընելու։ Որոշ ժամանակի հետ քեդը չորցավ։ Այս կնշանակե թե գծություն է թե նույնիսկ Աստծո գամքի մեջ մնանք ամեն բան մեր ուզած ցևով պիտի չընթանա։ Սակայն պետք է հավատքով դերոջը միջամտության սպասել։ Աստված հեղեղատ խրգեց, հիմա հեղեղատը չորցավ, ով է պատասխանատուն, ով որ խրգեց, Աստված, այնպես որ շարունակեց, երևցած բաները գրնան չորնալ, մինչև իսկ քեդերը կչորնան, Սակայն մեր հավատքը պետք չէ չորնան, պետք է վստահենք։ Քրիստոնյան աստվածային ճշմարտություններուն հավատք ընձայելով ուրախությամբ կհնազանդի Աստծո խոսքին, որ գսե «Փանի համար հոգ մի ընեք, հաբա ամեն փանի մեջ ինչ ըրեք, աղոթքով ու խնդրվածքով հայտնեցեք, ծեր խնդրվածքը Աստուծո հայտնեցեք։ Շատ անգամ առաջին մասը գարնենք։ Բանի համար հոգ չէ մներ, Աստուծո ցկած է, վերջացավ, Աստված ինչ որ գուզադի թողն է, բայց Աստուծո չեն ներկայացներ, չեն աղոթեր։ Հավատացյալը հաճույքով գլսե հարուցյալ Քրիստոսի փերնեն, որ գսե եթե գարտամ Մատթեոսի 6-րդ գլուխը մեզի ցանոթ լերան քարոզի մեջ ինչ կսեոն 6-րդ գլուխ 25-33 գսե հոգ մի ընեք ծեր կյանքին համար թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք ոչ ալ ծեր մարմիններուն համար թե ինչ պիտի հագնիք չէ որ կյանքը գերագուրեն ավելի է ու մարմինը հագուստեն Նայեցեք երկինքի թրջուններուն, որոնք ոչ կսերմանեն ու ոչ կհնցեն և ոչ ամպարի մեջ կժողվեն, ու ծեր երկնավոր հայրը կգերագրե զանոն, չէ որ թուգալանոց մե ավելի եք։ Հիմա ցեզ մե ով գրնա իր հոգնելով իր հասակին վրա գանքում մավելցնել, ու հակուստի համար ինչու հոգ կնեք, նայեցեք թաշտի շուշաններուն, ինչպես գաջին, ոչ կաշխատին և ոչ կմանեն, Բայց ցեզի գսեմ, որ Սողոմոն ալ իր բոլոր փառավորությանը մեջ անոնց մեկում բես չհակվեցավ։ Ուստի եթե տաշտի խոդը, որ այսօր գա եւ վաղը փուրը գցկվի, Աստված այնպես կհակվեցնե, հաբա որչափ ավելի ցեզ թերահավատներ։ Ուրեմն հոգ մի ընեք ասելով ինչ պիտի ուտենք կամ ինչ պիտի խմենք կամ ինչ պիտի հագնենք, քանզի այդ բոլոր բաները հետանոսները կխնդրեն։ Վասնզի ծեր երկնավոր հայրը գիտե
թե այդ բոլոր բաները ցեզի պետք են, բայց առաջ խնդրեցեք Աստծո թագավորությունը եւ անոր արդարությունը, ու այդ բոլոր բաներն ալ ցեզի պիտի դրվին։ Հավատացյալ այս խոսքերը հաճույքով գլսե, ուրախությամբ գլսե։ Հոգին գհրջվի Հիսուսի բերնեն խոսքերը երբ գսե։ Այո, երբ քրիստոնյան Աստծո գամքի մեջ է եւ առաջ Աստվածայինը գփնդրե, Քրիստոս առաջին դեղը գտասե իր բոլոր ծրագիրներու մեջ վախնալու գարիքը չունի։ Բայց դժբախտությունը անե որ մարդիկ Սուրբ Գիրքեն համարներ գբերեն, բայց Քրիստոս մեկ կողմ թրած է։ Չեն հետաքրքրվիր։ Եվ գսե, ես հոգ չեմ մներ, բոլոր բաները բարի կորձագից կլա, փառք Աստծո, բայց որոնց համար բարի կորձագից կլա։ Անոնք որոնք զասված կսիրեն։ Աստծո գամքի մեջ մնալով խաղաղ ու աբահով պիտի ալնանք։ Դրդնչող, քանքադող, համար ու աստվածային օրհնությունները չքնահատող քրիստոնյան հավատասկան ոչ թադաբարդված է սիրտի խռովության։ Սիրտը շարունակ դակնաբի մեջ է, շարունակ, որտև քոհ չէ եւ Աստծո աստվածային բաներով չի հետաքրքրվիր։ Ուրեմն Աստծո գամքով հետաքրքրվինք հոս։ Աստծո գամքով չհետաքրքրվող քրիստոնյան թշբախտ է։ Ուրեմն սիրելիներ, եկեք Եղիայի յանքեն սորվինք, դրամատրություն ունենանք հնազանդելու ինչ որ Աստված գսե իր խոսքի միջոցով։ Քերիտ կնա, քերիտ հեղադը, սիրով, ես պիտի հոգամ, այսպես մենք ալ ուրախ պիտի լանք, ան մեզ շատ կսիրե, ինչ որ Աստված կկործե, մեր փառքին համար կկործե, ուրեմն Եղիային սորվինք հնազանդիլ եւ հանձնվել անոր։ Ուրիշ կարևոր ճշմարտություններ ալ վեր պիտի արդենք, եթե դերը գամիկալ գիրագի պիտի շարունակենք եւ գուզեմ որ թուգալ գարտակ առաջին թագավորած 17-րդ գլուխը եւ նաեւ գրնակ երկրորդ թագավորած առաջին քիրքերեն ալ գարտալ։ Թող Աստուծո խաղաղությունը ծեր բոլորին հետ լա, վստահինք դերոջը, ան ամեն բանի կարող է եւ սպասենք իր միջամտության, իր փառքին համար, ամեն։ Շնորհակալ ենք Տերոջմեն, նաև շատ կարևոր է, որ մեր բոլոր անցկություններուն մեջ, նեղություններուն մեջ, Տերոջը գամքին հնազանդենք եւ վստահենք, եւ կարևոր չէ թե Տերը մեզի ինչ կերպով օգնության պիտի հասնի, երբեմն ակրավներ, երբեմն մարդիկ, Տերը գիտե իր կորձը, մեզ մի ամեն մեկուն համար։ Պիտի վերջացնենք երկելով 856-րդ երգը, «Ցերքես բռնե հայրիմ, կյանքի ջամփուն վրա»։ Let's
Դեր Հիսուս այս երկը որպես աղոտ կմադուցանենք եւ ուզենք որ մեր ցերկեն բռնես մենք ալ դեր գորոշենք ու ցերկը չթողել Եղիայի նման դեր հատուկ կերպով շնորհ կնես որ մենք ալ քեզի հնազանդենք հոժարը լանք քո հոգիդ այնպես մկործե մեր մեջ որբեսի դեր մենք ալ քո ուզած տեղը դլանք որբեսի քո հրաշալի սկանչելի կորձերուտ մեջ բաժին ունենանք Փարավորվե յուրաքանչյուրիս կյանքի մեջ եւ գաղութեմ դեր որ քո խոսքը գնքես մեր սրդերու մեջ որբեսի աղեկ հողի մեջ ցանված խոսք իր բդուղը դա Փարքիդ համար կխնդրենք ամեն Ամեն